Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները հասնում են ամենաբարձր ու ամենացավոտ կետին, երբ Լիլիթը վերջին անգամ անցնում է բոլոր սահմանները։ Հրապարակված կադրերը հստակ ակնարկում են, որ նրա թիրախն այս անգամ Անգելինան է։ Այդ պահը սարսափելի է ոչ միայն վտանգի, այլ նաև խորքային իմաստի պատճառով։ Անգելինան միայնակ աղջիկ չէ, նա իր ներսում կրում է ապագա կյանք։ Աննայի թոռանը մի նոր սերունդ, որը դեռ չի հասցրել տեսնել աշխարհը։ Բնականաբար, Սոսին սպանելուց հետո Լիլիթի միակ նպատակը Անգելինային վնասելն է, քանի որ նա ցանկանում է այս կերպ ցավեցնել Աննային։ Լիլիթի ձեռքերում զենքը դառնում է նրա կործանման վերջին գործիքը, նա այլևս չի տարբերակում մեղավորին անմեղից, անցյալը ներկայից, նրա համար բոլորը դարձել են իր ցավի պատճառը, բայց հենց այդ ճակատագրական պահին է, որ Միքայելը հայտնվում է գործողությունների կենտրոնում։ Կադրերից պարզ է դառնում, որ Միքայելին հաջողվում է խլել զենքը Լիլիթի ձեռքից, սա պարզապես ֆիզիկական պայքար չէ, սա ամբողջ սերիալի ընթացքում կուտակված մեղքի, ցավի ու պատասխանատվության պայթյունն է։ Միքայելն, ով տարիներ առաջ իր որոշումներով կործանել էր Աննայի կյանքը, այս անգամ կանգնում է նրա դստեր առաջ որպես պաշտպան։ Սա ճակատագրի դաժան, բայց արդար խաղն է։ Մի ժամանակ Միքայելը խլեց Անգելինային Աննայից, զրկելով նրան մայրական երջանկությունից, տարիներ շարունակ թողնելով անսպառ ցավի մեջ։ Այդ մեղքը միշտ մնացել էր նրա վրա ինչպես չսպիացող վերք, եւ ահա նույն մարդը նույն ձեռքերով այս անգամ փրկում է Անգելինայի կյանքը, փրկում է նաև այն փոքրիկին, որ Անգելինան կրում է իր սրտի տակ։ Այս պահը դառնում է Միքայելի լիակատար քավությունը, նա այլևս չի փախչում, չի արդարանում, չի փորձում վերահսկել ուրիշների ճակատագրերը, նա պարզապես պաշտպանում է կյանքը, ապագան, Աննայի սերնդի շարունակությունը։ Եվ հենց այստեղ է, որ նրա կերպարը վերջապես փակվում է ոչ որպես չար կամ մութ հերոս, այլ որպես մարդ, ով վերջին պահին ճիշտ ընտրություն է անում։ Աննայի համար այս տեսարանը կրկնակի ծանր է, նրա աչքի առաջ կանգնած է մարդը, ով և խլել և փրկել է իր ամենաթանկը։ Նրա դուստրը ողջ է, թոռը պաշտպանված, բայց անցյալի ցավը չի անհետանում։ Սակայն այդ պահին ամենակարևորը մեկն է՝ կյանքը շարունակվում է։ Այս դրվագը դառնում է սերիալի ամենախորհրդանշական պահերից մեկը։ Այն ցույց է տալիս, որ երբեմն ճակատագիրը հնարավորություն է տալիս ոչ թե մոռանալու մեղքերը, այլ ուղղելու դրանց հետևանքները, և Միքայելի համար այդ հնարավորությունը Անգելինայի կյանքն էր։ Վերջին զանգը հենց այսպիսի պահերով է դառնում հիշվող, երբ մի կրակոց կարող է վերջ դնել ամեն ինչին, բայց փոխարենը դառնում է փրկության սկիզբ։ Վերջին զանգը սերիալի ավարտը կառուցված է ոչ թե հեքիաթային, այլ խորապես զգացմունքային ու կյանքին մոտ տրամաբանությամբ։ Այստեղ չկա մեկ վայրկյանում լուծվող երջանկություն, բայց կա հանգուցալուծում, որտեղ յուրաքանչյուր կերպար ստանում է իր բաժին ճշմարտությունը, պատիժը կամ փրկությունը։ Վերջնական իրադարձությունները սկսվում են Լիլիթի վերջին քայլից։ Նա հոգեկան ծանր վիճակում փորձում է կրկին զենքի միջոցով փոխել ճակատագրերը, բայց այս անգամ ամեն ինչ ավարտվում է այլ կերպ։ Նրա ճանապարհը փակվում է, նա այլևս վտանգ չի ներկայացնում ոչ Անգելինայի, ոչ Աննայի, ոչ էլ ապագա երեխայի համար։ Լիլիթի կերպարն ավարտվում է որպես ողբերգական հերոսուհի, ով չկարողացավ հաղթահարել իր ցավը և կորցրեց ամեն ինչ սեփական ընտրության պատճառով։ Ամենահուզիչ հանգուցալուծումը վերաբերում է Անգելինային ու Հենրիին։ Բոլոր փորձություններից հետո նրանք վերջապես միասին են։ Սիրո այս պատմությունն անցնում է կասկածների, վիրավորանքների, բաժանումների ու սպառնալիքների միջով, բայց ավարտվում է նոր կյանքի ծնունդով։ Նրանց որդու հայտնվելը վերջին կադրերում խորհրդանշում է շարունակություն, հույս և այն, որ այս անգամ սերը հաղթեց։ Անգելինան այլևս վախեցած աղջիկ չէ, այլ ուժեղ կին, մայր, իսկ Հենրին տղամարդ, ով որոշեց պաշտպանել իր ընտանիքը։ Աննայի պատմությունն ամենացավոտ ու ամենախորն է, նա գտավ իր դստերը, վերադարձավ մայր լինելու իրավունքին, բայց սցենարիստը խուսափեց ամենահասարակ լուծումից։ Աննան չի ընտրում Սոսին, չնայած տարիների սիրուն ու կապին։ Նրա ընտրությունը Միքայելն է, սա ոչ թե հեքիաթային սեր է, այլ գիտակցված որոշում՝ անցյալը ընդունելու, ցավը չմոռանալու, բայց դրա հետ ապրելու մասին։ Աննան չի կարող լինել քրոջ ամուսնու հետ, նույնիսկ եթե ճակատագիրը մի պահ նրան այդ ուղղությամբ էր տանում։
Միքայելի կերպարը ամենամեծ փոխակերպումն է ապրում, նա անցնում է մեղավորից դեպի մարդ, ով կարողանում է պաշտպանել, զիջել ու ընդունել իր սխալները: Անգելինայի կյանքը փրկելը դառնում է նրա ներքին դատավճռի ավարտը: Վերջին տեսարաններում նրա ու Աննայի միասին լինելը խոսում է ոչ թե երջանկության ճիչի, այլ լուռ հաշտության մասին: Սոսը մնում է ուժեղ, բայց միայնակ կերպար: Նա փրկում է, պաշտպանում, կանգնում ճիշտ կողմում, բայց չի ստանում այն, ինչին սրտով էր կապված: Նրա կերպարը սերիալի բարոյական հենասյունն է, մարդ, ով միշտ ճիշտն արեց, նույնիսկ եթե դա իրեն երջանկություն չբերեց: Վերջին կադրերը հանգիստ են, առանց ավելորդ դրամատիզմի: Տարիներ են անցել, վերքերը չեն անհետացել, բայց կյանքը շարունակվել է: Վերջին զանգն ավարտվում է մի գաղափարով: Ոչ բոլոր պատմություններն են ավարտվում այնպես, ինչպես մենք ենք ուզում, բայց յուրաքանչյուրն ավարտվում է այնպես, ինչպես արժանի է: Սա սերիալ էր ցավի, սիրո, մեղքի ու ներումի մասին և հենց այդ պատճառով էլ դրա ավարտը երկար կմնա հեռուստադիտողի հիշողության մեջ: